արգելքը, որ տեղական իշխանությունները դրել էին Նախիջևանի այս կամ այն բնակավայրը կամ հուշարձանները մոտենալ, լուսանկարել, չափագրել, դա անհնարին մի բան էր։ Որ թվականներից արդեն արգելում էին։ Դա արդեն 65-66 թվականներից։ Անհնարին մի բան էր, ուրեմն առաջի բարդություն այն է, եթե այնտեղ գրանցում չունես Նախիջևանի տարածքում, ուրեմն չես կարող ազատ ելք ու մուտք ունենալ։ Սահմանային գոտի էր Ադրբեջանը հասել էր նրան, Հայաստանի տարածքում էլ կա սահմանային գոտի առաքսամերձ հատվածներում կամ որտեղ սահմանամերձ հատվածները սահմանից մի 5-6-10 կիլոմետր առավելս այդտեղ սահմանային հատված է ելք ու մուտքը մի քիչ դժվարություն կա։ Իսկ Ադրբեջանը հասել էր նրան, որ ողջ Նախիջևանի ամբողջ հանրապետության տարածքը հայտարարել է սահմանային գոտի։ Իսկ դուք ո՞նց եք կարողանում նկարել, արձանագրել։ Դե հիմա դա ասեմ դες, որովհետև պետք է այնտեղ ասենք մուտք գործելու համար այսօրվա լեզվով ասած վիզային համակարգ էր։ Պետք է գրություն ունենք այնտեղից, որ ասենք հազարներն են բնավորում, ծնողներդ են, չգիտեմ, կամ ինչ որ մի հարսանիքի պետք է մասնակցես կամ թաղումը եւ այլ։ Գրություն պետք է ուղարկեն, այստեղ Երևանում գրանցված անձնավորությունը պետք է դա ներկայացնել իր շրջանի ներքին գործերի բաժին, ներքին այդ բաժինը իր հերթին ներկայացնում էր պետանվտանգության կոմիտեին, անձին ստուգելու ով է ինչ է, եթե թույլտվությունը կար, եթե մաքուր է մարդը, ոչ մի բան չգիտեմ ինչ, այդ անցագիրը տալիս էին 5 օր, 10 օր, չգիտեմ, մինչև 2 ամիս, 3 կարճաժամկետ 3 ամիս։ Դայով իմիջիայլոց պետք է ասել շատ խիստ սահմանափակում ուներ, ասենք տվել են, ասենք Արինջ գյուղ գնալու համար։ Այս Արինջից հաջորդ գյուղը, ասենք 3 կիլոմետր է, 5 կիլոմետր է, չգիտեմ, ծանոթ ունես, բարեկամ ունես, ու մեզ այցելություն գնաս, անպայման պետք է տեղական իշխանությունը տեղեկաց թույլտվություն վերցնես, գնաս նոր վերադառնաս։ Այսպիսի արհեստական դժվարություններ, էլ չեմ խոսում, եթե հանկարծ մոտենաս եկեղեցու մոտ, լուսանկարես, նայես, արձանագրություն արտագրես եւ այլ, կամ չափագրես, դրանք բացառված են եղել։ Ասեմ, որ Թուրքիայի տարածքում առավել ազատ ես հուշարձանին մոտենալու, լուսանկարելու եւ այլ։ Իսկ Նախիջևանի տարածքում հատուկ կարգադրություն էր արված իրենց Ադրբեջանի կենտրոնից, ներքին գործերի նախարարությունից, որ ովքեր կլինեն կմոտենան արգելելուց բացի պետք է ամիջայլ ձերբակալում ու բանավոր այդպես չեն ձերբակալում, բերել գյուղական խորհուրդ կամ միլիցիայի բաժին։ Ադրբեջանը պետական քաղաքականությամբ ոչ բացահայտ, այլ քողարկված, արդեն վերջին տարիներին բացահայտ կերպով էր դա անում, ճնշումներ էր գործադրում, աշխատանքներ չէր տրամադրում, կամ չգիտեմ նրանց երիտասարդ կադրերը, եթե կհիշեք խորհրդային իշխանության տարիներին կար բարձրագույն կրթություն ունեցող մասնագետներին տեղավորել աշխատանքի մանավանդ գյուղատնտեսական, մանկավարժական եւ այլ բնագավառների համար։ Հայկական գյուղերը, որ գյուղատնտեսության նախագահի ֆերմայի վարիչը, բրիգադիներն, որ տասնամյակներ 30-40 տարի ղեկավարել են այդ գյուղը, բերում էին մի հատ, ասենք, ադրբեջանցի բարձրագույն կրթության մի երիտասարդ բերում էին հատը գյուղատնտես էր աշխատում օրինակի համար, մեկ ուրիշ մասնագիտությամբ եւ այդ մեկ ընտանիքը դառնում էր 2-5 նրանց զարգացումը սերնդի մի ընտանիքը փաստորեն ադրբեջանցիները ունենում են 5-ից մինչև 10 երեխաներ։ Եվ մի քանի տասնամյակ հետո խնդիր առաջանում, որ ասենք դպրոց բացեն երեխաների համար։ Եվ այսպիսի քաղաքականությամբ նրանք աշճանաբար, շատ բնական ճանապարհով նաև դատարկվեց հայությունը եւ փաստորեն
Արցախյան շարժման սկզբներում 1987-88 թվականին արդեն Նախիջևանի տարածքի հայկական գյուղերը գրեթե 90%-ով դատարկվել են, բացառություններ Ազնավերտ գյուղը, որը մոտ 80-90%-ով դեռևս բնակչությունը կար, եւ Երևանից Ազնավերտ հատուկ ավտոբուս էր աշխատում այդ գյուղի համար։ Եվ ընդամենը մնացել էր մոտավորապես 2800-3000 իջավ բնակչություն, որոնք տեղափոխվեցին 88 թվականին։ Ասեմ, որ այն վայրենությունները, որոնք Ադրբեջանը իրագործել Սումգայիթում, Բաքվի ջարդերը եւ այլն, Նախիջևանի տարածքում այդպիսի բաներ չեն եղել։ Ադրբեջանցիները փաստորեն մի քանի դեպք, ընդամենը 2-3 դեպքեր, որոնք կային, հայությանը կարծեմ 2 սպանվածություն այդպես եղավ, մնացածներին իհարկե ժամանակ էին տվել մի քանի օր, որպեսզի դուրս գան, նույնիսկ նրանք հայ ընտանիքներին, գյուղացիներին իրենց տրանսպորտներով բերեցին մինչև Արարատի սահմանային գոտի, մի մասը դեպի Մեղրիի հատվածը եւ այլն, այդպես դատարկվեց։ Իսկ իրենց ունեցվածքը տունը փոխանակեցին, ոնց որ անում էին, թե ուղղակի զրկելով ու զրկելով։ Ցավոք սրտի այդ խառը ժամանակներին եւ որ եղավ, եթե հիշեք, խորհրդային իշխանությունները Մոսկվան որոշում ընդունեց այդ տեղափոխությունների ժամանակ Հայաստանից ադրբեջանցիները գնացին, ընդդրեց հայությունը եկավ, հանձնարարվեց երկու հանրապետության կառավարությունների, որպեսզի փոխհատուցումներ արվեն, Հայաստանը այդ որոշումից հետո անմիջապես այսօր տեղափոխված ադրբեջանցիների համար, որոնք իհարկե որ փոխանակում էին արել, խոսքը դրանց մասին չէ, անմիջապես անհրաժեշտ գումարները փոխանցեցին Ադրբեջանի պետական բյուջե։ Իսկ Ադրբեջանը առ այսօր ոչ մի կոպեկ չփոխանցեց։ Եվ այդպես ցիրուցան եղան ժողովուրդը, փաստորեն ադրբեջանցի տեղահանված հայության զգալի մասը Հայաստանում չկարողացավ մնել, Հայաստանում չկարողացավ հավուր պատշաճի տիրություն անել, նրանց մեծ մասը տեղափոխվեցին Ռուսաստան, եվրոպական երկրներ եւ այլ։ Այսպիսի տխուր իրավիճակներ իհարկե եղան, դարձյալ պետք է ասել, կարծում եմ իմ անձնական կարծիքով մեր իշխանությունների այդպես ասած ոչ պատրաստ լինելու եւ իման վրա։ Հիմա էլ Արցախահայությունը որ տեղափոխվել եկել է, պետք է ասեմ իմիջայլոց չնայած Արցախահայությունը հիմա ինչ որ չափազանց դժգոհություններ բաներ է արտահայտում, բայց պետք է ասել, որ այս իշխանությունների ժամանակ, հիմիկվա ժամանակ բազմիցս 100 անգամ ավելի լավ է Հայաստանը ընդունում տեղավորում նրանց, քան թե 88 թվականից հետո Նախիջևանից, Բաքվից եւ այլ ուրիշ տեղերից Ադրբեջանի մյուս շրջանից տեղափոխվածներին։ Տարբերությունը չափազանց մեծ է եւ ֆինանսավորման տեսակերից եւ տեղավորման տներով ապահովելու եւ այլ։ Ցավալի է, պատմությունը ավանդում է մեզ փաստորեն հայությունը մոտարապես 50-ից 100 տարվա ընթացքում ամեն ժամանակաշրջանում այսպես ցավոք ենթարկում է այսպիսի բռնաճնշումների, տեղահանությունների մեծ ու փոքր ջարդերի ցեղասպանությունների։